Երեք տեսանյութում խոսում եմ օրգանիզմի wellness թեստավորման մասին մեր սարքի միջոցով եւ որ այն ցույց է տալիս նաեւ ներքին ճարպի տոկոսը ու շատ հարցեր ստացա այդ առիթով, թե ինչ բան է ներքին ճարպը, ինչի համար է դա կարեւոր իմանալ։ Ներքին ճարպը դա այն ճարպն է, որը կուտակված է մեր ներսը, օրգանների շուրջը, շատ կարևոր դեր է խաղում, որտեղ նա պահպանում է օրգանները իրենց դիրքում, կարգավորում է այդ ներքին ջերմաստիճանը, նյութափոխանակության մեջ դեր ունի եւ ընդհանրապես այսօր դա համարվում է ներքին էնդոկրին օրգան, բայց շատ վտանգավոր է, երբ ներքին ճարպը նորմայից բարձր է լինում։ Հաճախ լսած կլինեք բժիշկներից, որ այսինչ մարդու մոտ սիրտն է ճարպակալած կամ լյարդն է ճարպակալած, երբ ներսը ճարպի քանակը օրգանների շուրջը նորմայից ավել է, վտանգավոր է նրանով, որ գերտաքացում են տեղի ունենում, տոքսիններ են սկսում արտադրվել չափից ավել, խանգարվում է այդ օրգանների արյան շրջանառությունը, նյութափոխանակությունը եւ դա կարա պատճառ դառնա շատ խնդիրների, առողջական խնդիրների։ Ոնց կարելի է հասկանալ ունեք արդյոք բարձր ներքին ճարպ։ Առաջի տարբերակը գնալ բուժ զննման, երկրորդ տարբերակը տանը ընդամենը վերցնում եք սանտիմետր, չափում եք ձեր գոտկատեղը, եթե դուք կին եք ձեր գոտկատեղի դրամագիծը 82 սանտիմետրից ավել է, ուրեմն կա ռիսկի գործոն, եթե տղամարդ եք եւ ձեր գոտկատեղի դրամագիծը 94 սանտիմետր է, նույնպես գտնվում եք այդ ռիսկի գործոնի գոտիի մեջ, որ հնարավոր է ունեք բարձր ներքին ճարպ, եւ կա երրորդ տարբերակ։ Անցնել wellness թեստավորում մեր սարքի միջոցով, որը նաև ցույց է տալի ներքին ճարպի տոկոսը։ Դուք կիմանաք նորման ինչքան է ձեզ մոտ, իհարկե կստանաք կոնսուլտացիա մեկնաբանություն եւ ուզում եմ ասեմ, որ պարտադիր չի, որ մարդը ունենա ավել քաշ, կան մարդիկ, ովքեր չունեն ավել քաշ, արտաքինից ընդհանրապես դուք չեք ասի, որ մարդը ունի ավել քաշ, բայց ունենում են թաքնված ներքին ճարպ։ Մեր սարքի միջոցով դա հնարավոր է տեսնել ցուցանիշներով եւ այդ ամենը կախված է մարդու ապրելակերպի սննդակարգի հետ առաջի հերթին։ Տեստավորումը անցնելու եւ ձեր ցուցանիշները իմանալու համար անհրաժեշտ է գրանցվելու եւ պայմաններին ծանոթանալու համար գրեք ինձ անձնական։